Չենք մեզ մեքենան, որ տեսա, ինձ թվաց fake է, բայց պարզվեց չէ, նոր Toyota Land Cruiser Fijian է, լրիվ նոր մոդել է։ Ուրեմն ինքը պատկանում է Ford Bronco-ի, Land Rover Defender-ի, ուրեմն այդ շարքի մեքենաներին լրիվ off-road ստիլի մեջ, այդ ուրեմն մտքով սարքած, որ ինքը լրիվ off-road տարբերակ է։ Ուրեմն կարամ ասեմ դիզայնի հետ կապված, որ բավական հետաքրքիր է դիզայնը, միայն այս հետևի մասն է, շատ տարօրինակ քառակուսի է ինքը։ Ինձ օրինակ այս մասը вообще դուր չեկավ։ Մեքենան լինելու է 2.7 մոտորով, մեքենան ռամայի վրա է, ինչն է հետաքրքիր, որ այսքան փոքր ու ինքը ռամայի վրա է։ Ինձ թվում է Հայաստանում ինքը շատ չնչին ակտուալություն կունենա, բայց դուք հետաքրքրության համար դենց իրեն որոշեցի ձեզ ցույց տամ։ Տենենք լրիվ off-road տարբերակով է սարքած, ինտերիերն է բավական հետաքրքիր, Toyota-ին ոչ այդքան նման, սենց ինքը հետաքրքիր նոր դիզայն է, հենց լրիվ Ford Bronco-ին է նմանացած այս բաղով, հետաքրքիր է դա։ Բավական հետաքրքիր մոդել է, ամերիկական ու եվրոպական շուկայի համար է։ Չգիտեմ, ինձ թվում է ինքը նաև կարող էլեկտրական հետաքրքիր լիներ, բայց տարբերակ չկա էլեկտրականի։ Կարամ ցած վիդեո տարբերակով ցույց տամ, նկարներով իրականում բավականին փոքր է երևում, բայց վիդեո տարբերակով որ նայում ենք, ինքը տես լավ մեծ մեքենա է լինելու։ Ես ում չափերով համեմատեցի Jeep Compass-ից անգամ մեծ է լինելու։ Հետաքրքիր մոդել է, չգիտեմ, գրեք կոմենտարներում, հետաքրքիր է ձեզ մեքենան թե չէ, տեսել եք թե ոչ, ու երևի ինքը ավելի ակտուալ կլինի ներկրել ամերիկական շուկայից, երկրորդական, այսինքն վթարված, եթե ուզում եք ներկրեք երկրորդական շուկայից ավտոմեքենա, բաժանորդագրվեք մեր երկրորդ էջին, Copart Connect-ն է, էլի մեր բրենդն է, ուղղակի այնտեղով մենք ներկրում ենք վթարված ավտոմեքենաներ։